նոր տնտեսական աճի։ Հաջորդ հարցը Սյուզի։ Խնդրում եմ, ես հարցեր եմ ձեզ ուղղելու մանկապարտության գործով։ Ես հետևում եմ ուշի հուշով ձեր հրապարակումներին, անձամբ դուք, գլխավոր դատախազը, քննչականի նախագահը եւ Արփինե Սարգսյանը իրար հակասող հայտարարություններ են արել։ Նախասվում է, որ օպերատիվ տվյալների հիման վրա է հարուցվել քննական գործ, մինչդեռ ձեզ տեղեկացնեմ, դպրոցներից երկուսի տնօրեններն են ահազանգել, ընդ որում առաջին դպրոցի տնօրենը Վեդուր 2 անգամ է ահազանգել։ Իսկ ինչ է արել ներքին գործերի նախարարը, ինչ արել քննչական կոմիտեի նախագահը եւ դատախազությունը այս ընթացքում, դուք անձամբ ձեզ խաբված չեք զգում, դուք չեք կանչել, սա ի վերջո սահմռկեցուցիչ դեպք է եւ արդյոք հարկ չեք համարել կանչել ձեզ մոտ բոլորը իրենց հերթին տան տեղեկատվություն, թե այդ որտեղ է խզվել կապը եւ մյուս հարցը, դուք բացառում եք, որ այստեղ կա կոռուպցիա կամ շատ ավելի սարսափելի ինչ-որ բան, որը նպատակադրված թաքցվել է դեռևս փետրվարից, որովհետև առաջի դահազանգը ամեն դեպքում փետրվարին է եղել։ Եվ ԱԾ պետի մասով ինչու չկա որևէ որոշում, հայտարարություն։ Ի վերջո ազգային անվտանգության ծառայությունը մենք լավ գիտենք, որ ցանկացած ընտանիք մտնող դուրս եկող բարերար ներկայացող մարդկանց հետքերով պետք է գնա։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուշադիր լինի, ում ինչի դիմաց, ինչ նպատակով եւ ովքեր են օգնություն բաժանում։ Եվ նաև երրորդ ձերբակալվածի մասով տեղեկատվությունը շատ տարօրինակ ձևի լուռ է։ Մենք չենք հասկանում նրա գործը մտել է դատարան թե ոչ, եւ խնդրեի անդրադառնայք Մասյացոտը, ես չեմ հրում, այսքանից ինձ հեռում են, ես դոմինո էֆեկտով ձեզ եմ հրում։ Եվ խնդրում եմ անդրադառնանք Մասյացոտնի թեմին շուրջ կատարվող սկանդալային իրավիճակին։ Մասյացոտնի թեմում կա թեմակալ առաջնորդ դա Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է, բայց այսօր նրանք ասուլիսով հայտարարել են, որ պարբերաբար ԴՀԿ-ով ճնշումների են ենթարկվում, ահաբեկվում, որ պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, այդ թվում այն քահանաները, որոնք փաստորեն նաև ճնշումների են ենթարկվել ձեր թիմակիցների համայնքապետերի կողմից։ Արդյոք կարելի է քաղաքացի, շարքային քաղաքացի Արման Սարյանին այնքան օժտել իրավունքներով, որ նա իրեն թույլ տա 15 միլիոն դրամ թեմի բյուջեից շարժեր ապահովի եւ հարկադրանքով բանկերին ստիպել, որ նրանք դարձնեն բաժանորդ Արման Սարոյանին, ով ընդամենը Մարմարաշենի բնակիչ է, նախկին հոգեվորական։ Ուրեմն Վեդու դեպքի հետ կապված բնականաբար ես որոշակի տեղեկատվություն ակնկալել եմ եւ ստացել եմ եւ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ես պիտի ուղիղ ասեմ, որ որոշակի դառնության զգացում ունեմ, որ եւ կարծում եմ եւ պահանջում եմ, որ այդ օրինակ դեպքերում հատկապես բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի նկատմամբ հնարավոր պոտենցիալ տեղի ունեցած դեպքի։ Սա ընդհանրապես որպես գործելակարգ բոլոր դեպքերի համար։ Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է։ Տեսեք, երբ որ ես քաղաքական հարթակներում ասում եմ եւ անընդհատ շեշտում եմ այդ կարգախոսը, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվում իրավապահների աշխատանքում։ Եվ պետք է իրավապահները, ել եմ ասում, առավելևս նման դեպքերի վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին, եթե Աստված չանի իրենց ընտանիքի անդամի հետ նման դեպք տեղի ունենար, եւ եթե ես թեկուզ մի փոքր շեղում զգում եմ, ոչ թե տեսնում եմ, զգում եմ այդ գործելակերպից, դա ինձ համար բացարձակապես անընդունելի է։ Մնացած մասերով ես չեմ կարող մեկնաբանություն տալ, որովհետև ես համոզված չեմ, որ տիրապետում եմ այն աստիճանի տեղեկատվության, ինչ աստիճանի, որ կարող եմ այդ հարցերին պատասխանել։ Իսկ ուզում տիրապետել մոտիվացիան թաքցվելու, որտեղ ես մոտիվացիայից հարցրել եմ 3 ամիս հետո ես հանրայնացել եմ, ընդ որում պարբերաբար սպասելով, որ ոստիկանությունը չի տվել ոստիկանությունը։ Ձեզ այդ մոտիվացիան հայտնի չէ, հրաժարականներ սպասենք բարձրաստիճան պաշտոնյաներից։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես կարծում եմ, որ իրապահ մարմինները իրենք պետք է վերլուծեն աշխատանքը եւ նրանք, ովքեր թերացել են իրենց աշխատանքներում, մարզային կառույցներում, պետք է
համապատասխան հետևանքներ լինի, որում Քրեական? ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ ոչ թե տվյալ անձանց դեմ ինչ որ բան անելու, այլ ընդհանրապես մենք պետք է գործելակարգ ունենանք, որ նաև մեզնից յուրաքանչյուրը մարզային պատասխանատուները պետք է նաև անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ քրեածին իրավիճակի ինֆորմացիայի տիրապետման եւ պրոցեսներ կան, որոնցից ասենք մի մասը հրապարակային է լինում, մի մասը հրապարակային չի լինում, բայց դա ես դրել եմ որպես սկզբունք։ Պետք է հասկանում եք, ընդհանրապես պարզ է, որ ոչ մի պաշտոնյա առանձին վերցրած ինքը բացարձակ պատասխանատու եւ բացարձակ տնօրեն չէ իրավիճակի։ Բայց ինձ համար անընդունելի է նաև այն իրավիճակը, երբ որ մի ինստիտուտը ասի դե ես իմ գործը արել եմ, մյուսը չի արել, մյուսը ասի ես արել եմ, մյուսը չի արել։ Կոնկրետ Արքինեն Սարգսյանը բայց չի կանխարգելել նաև վենդետան։ Պարոն Փաշինյան, դուք Ես խնդրում եմ դուք Եվ մենք իբրական կասող սպանություն չի եղել։ Ես խնդրում եմ դուք ձեր հարցը ավարտեք, որպես ես պատասխանեմ։ Դուք մոտիվացիայի եւ քրեորեն պատասխանատվության ենթարկելու պաշտոնյաներին այդ մասով չխոսեցիք եւ նաև եկեղեցու։ Դուք ձեր հարցերը ավարտեցիք։ Ավարտեցի, հիմա Խնդրեմ, ես առաջին հարցի մասով ինչ մտադիր էի ասեցի, երկրորդ հարցի մասով ինչքան ես տեղյակել ներողություն եմ խնդրում։ Ինչքան ես տեղյակ եմ, կա դատարանի որոշում եւ դատարանի պետական մարմինները պարտավոր են կատարել դատարանի որոշումը, այդտեղ կներեք ճաշակային հարցի դատարանի որոշումը պետք է կատարվի։ Հաջորդ հարցը սիրեք։ Պարոն վարչապետ, երեք պարզացած Գարեգին Բն այցելել է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ հուլիսի 7-ին դրությունների մասնակցող Ժանվեր Կարապետյանի առանձնատուն, ընդ որում կից հրապարակված Մայրաթորի կողմից տեսանյութից պարզ է դառնում, որ չեն պահպանվել եկեղեցու արարողակարգի մի շարք ներկայություններ, ավելի շատ աշխարհիկ արարողակարգի շրջանակներում է տեղի ունեցել հանդիպումը։ Սա ձեր դիտարկման, պարոն վարչապետ, անարգանք չէ եկեղեցու նկատմամբ, երբ որ աշխարհիկը նկատառնվում է եկեղեցու գահը զբաղեցնող անձին, նույնիսկ թփթփացնում է նրա ուսին, եւ երկրորդ հարցը դրանից բխող արդյոք սա քաղաքական աջակցություն չէ Գարեգին Բ-ի կողմից ընտրապայքարի մասնակցող քաղաքական կոնկրետ Կտրիչ Ներսիսյան այդ վեղարի տակ արդեն անարգանք է եկել հարցին, հիմա կգրկախառնվեն, չգիտեմ ինչ կանեն, այդ նկատի ունեմ արդեն այդ անարգանքը ի սկզբանե կա, հետևաբար այն մնացած հատվածները ձեր թույլտվությամբ չմեկնաբանեն։ Ինչ վերաբերվում է հետևյալին, ձեր հարցի երկրորդ մասին, Կտրիչ Ներսիսյանը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է, ուղղակի այն տրամաբանությամբ, որ ինքը որոշակի իրեն հատուկ խորամանկությամբ այնպես անում է, որ ինքը ուրիշներին հրահրի, քաջալերի եւ ինքը այդպես մնա ստվերում իր պաշտպանությունը ապահովելու համար, բայց ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կհանգուցալուծի նաեւ այս իրավիճակը։ Եկեղեցին ձեր դիտարկման քաղաքական դիրքորոշում է արտահայտում։ Դե բայց դա նորություն է ձեզ համար, ասենք 2019 թվականից ընդ որում։ Այսինքն հեղափոխությունից անմիջապես հետո եկեղեցին քաղաքական գործունեությամբ զբաղված եւ դրա դրսեւորումները կան։ Ընդ որում քաղաքական հակապետական գործունեությամբ զբաղված քրեական գործեր կան, ինչքան էլ փորձեն քաղաքականացնել, ի վերջո փաստերը իրենց տեղում են։ Այս էլ հույն դեպքը չի, որ մեկը ասում է ես գիտեք ինչ լսել եմ կամ անցնելիս լսել եմ, բոլոր փաստերը հստակ արձանագրված են անբեկանելի եւ անսասանելի ձևով, համենայն դեպս ես համացանցում հրապարակված են եւ այդտեղ լրացուցիչ մեկնաբանությունների տեղ նույնիսկ չկա։ Շնորհակալություն, հաջորդը Եվրոմեդիա 24։ Պարոն Փաշինյան, քանի որ շատ է, հա։ Տեսակ ազատագրվեցիք, չեն հրմես։ Ձեր քանի որ դուք շատ հաճախ եք նշում, որ Հայաստանում հեղափոխությունից